Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե մեր երկրում չկա մի ընտանիք, ումից հեծը գողություն առաջ չլինի, անդրադարձել է Նարեկ Կարապետյանը ու նշել, որ վարչապետը միտումնավոր է օգտագործել նման ձևակերպումներ, որպեսզի նշանակած ժամանակավոր կառավարիչը հնարավորություն ունենա դատարանից հետ վերցնել ցանկացած հայց եւ թույլ չտալ, որ երկրի ղեկավարը պատասխան տա իր խոսքերի համար։ Նարեկ Կարապետյանը պնդել է, որ իրական թալանն իրականացնում է հենց իշխանությունը։ Գողություն անողները ու թալանողները մեր երկրում ուրիշ մարդիկ են, իրանք են հենց թալանում մեր երկիրը, թալանում են տուգանքներով, թալանում են երկրի հասարակության վրա դրված անտրամաբանական տույժերով, որ գյուղ մտնում են մարդիկ վարորդական իրավունքից զրկված են, ինչ որ անիմաստ խախտումի պատճառով եւ իրենց ընտանիքը չեն կարող պահել։ Կարապետյանը առաջարկել է տալ երկրորդ շանս այն վարորդներին, ովքեր մեքենայով են տուն պահում եւ տուգանքների չափը համապատասխանեցնել միջին աշխատավարձի տրամաբանությանը։ Ըստ նրա, մինչ քաղաքացիները տուգանվում են, վարչապետի աշխատակազմի ծախսերն աճել են 4 անգամ, հասնելով 65 միլիոն դոլարի։ Կարապետյանը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ այս թիվը գերազանցում է Իսպանիայի, Դանիայի, Շվեդիայի եւ Բելգիայի թագավորական ընտանիքների ծախսերը միասին վերցված։ Այդ մարդը, ով թալանի մեջ է մարդկանց մեղադրում ու իմոռանում է, թե ինքը ինչա թալանել, պետք է մի բան հիշի, որ վերջի իր կառավարման ընթացքում վարչապետի աշխատակազմի ծախսերը ինքը ավելացել է 4 անգամ։ Սարքել է վարչապետի աշխատակազմի ծախսերը 65 միլիոն դոլար։ Արդյոք Հայաստանը 4 անգամ ավելի լավ է ապրում, Հայաստանի քաղաքացին 4 անգամ ավելի լավ է ապրում, որ վարչապետի աշխատակազմը 4 անգամ ավելի շատ է ստանում։ Սոցիալական պատկերն էլ ավելի մտահոգիչ է ներկայացրել մեր ձևով շարժման անդամ Նարեկ Սուքիասյանը, նշելով, որ երիտասարդների շրջանում գործազրկությունը 17.8%-ից հասել է 27.2%-ի, ինչ պետբյուջեն համարվում է ընդհանուր դրամապանակ, 2026 թվականի համար վարչապետի աշխատակազմի բյուջեն ավելացել է եւս 1.5 միլիարդ դրամով, հասնելով գրեթե 26 միլիարդի։ Սա այն դեպքում, երբ թոշակներն ու նպաստները չեն բարձրացվել, իսկ նվազագույն կենսաթոշակը կազմում է ընդամենը 36 000 դրամ, ինչը գրեթե 2 անգամ պակաս է նվազագույն սպառողական տանջուղից։